Ողջույն սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր առավոտը այն եզրասի ուրեմն հոլովակը դեռ չմարսած, եզրասի ելույթը դեռ չմարսած, պատահաբար Facebook-ն եմ թերթում ու տեսնում եմ ինչ հակակոռուպցիոն կոմիտեն, մեր հակակոռուպցիոնի տղաները հերթական ուրեմն զապիսն են հանրայնացրել եւ այժմ ուզում եմ խոսեմ այդ զապիսի մասին, որից հետո կանդրադառնամ եզրասին։ Նախ, մինչ այս ամեն ինչը սկսել է, ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցներին, հակակոռուպցիոն կոմիտեին, ազգային անվտանգությանը, դատախազությանը, բոլորից շատ շնորհակալ եմ այս ծանր ժամանակահատվածում այս մեծ ուրեմն չափով գործն անելու համար։ Եվ հիմա միասին խնդրում եմ լսենք ինչ է հաչում սույն կինը։ Մենք անածում ենք կոնանք։ Պասած կտամ, մեզ նալի չեն տալի։ Մյուս շաբաթ կենանք այս ինչ հալնում, հասոն Գևորը հասայի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շուն շանջալ կա, բերես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին կցել ես գյուղերը 100 ես տալի, այն շուն շանջալներին կցես գյուղերը 100-ով, իրանցը կցես շտաբի վրա։ Չեք հավատում ուղերով կախել արդեն։ Երկու ռես եկել են Բանգլադեշ հետ եմ եկել, բերիմ Համանուշիկին շլվար առամ, համեկամ լուսոյին ու կիսոյին տեսամ, բանկար տալու տվիմ, այն երկուսն են աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան, դրա… Այս անջատ եմ, այս էլ մեզ պետք չի։ Սա լսելուց հետո թերթում եմ Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցության եւ իշխանության ուրեմն պատգամավորների վարչապետի աշխատակազմի էջերը եւ տեսնում եմ թե ինչքան մեղմ են անդրադարձել այս երևույթներին եւ ինչքան ժողովրդավար են անդրադարձել այս երևույթներին։ Հարգելի կառավարություն, հարգելի ուրեմն պատկան մարմիններ, հարգելի պատգամավորներ եւ վարչապետի աշխատակազմի ողջ աշխատակազմ, ես ձեզ շնորհակալ եմ ձեր այդ չափ ժողովրդավար լինելու մեջ եւ այդ ժողովրդավարությունը մեր բոլորի հայ ժողովրդի հաղթանակն է։ Սակայն ես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի եմ եւ չունեմ ոչ մի մեկ անգամ եւս կրկնվեմ ոչ մի քաղաքական ուրեմն ոչ մի կուսակցության ՀԿ-ի եւ այլն չեմ պատկանում։ Հիմա անդրադառնամ սույն ուրեմն Տաշիր Սամոյի թիմում նրա թիմում ովքեր որ աշխատում են եւ այս տեսակ կոռուպացված գործերով են զբաղված սույն անգրագետ այս կինը եւս ուրեմն անպահպանակ սեռական հարաբերության հետևանք է սույն կնոջը Տաշիր Սամո այս քո թուլեկին հավաքում ես իրար գլուխ ու զգուշացնում ես որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ձեր համար շուն շանգյալ չի Շուն շանգյալը դուք եք ձեր ամբողջ թիմով որ եկել մտել եք իմ երկիր ու երկիրը սարքել եք շնանոց, գելանոց։ Շունը այնքան հավատարիմ ու լավ կենդանի է, որ ձեզ անգամ շան հետ չի կարելի ասոցացնել։ Այ չգիտեմ ձեզ ինչ բառերով ես ուրեմն ձեզ ինչ բառով որակեմ, ձեզ ինչ բառով անուն տամ։ Ձեզ ով է թույլ տվել իմ ժողովրդին անվանեք շուն շանգյալ։ Ես գրեթե վստահ եմ, այս կինը, ով որ հեռախոսով խոսում է, ճանապարհին հայտնվի մեկիս կողքը, վրայի շան հոտից կխեղդվենք։ Ու սրանք այսօր իրանց իրավունք են վերապահում, իմ ժողովրդին անվանեն շուն շանգյալ, դու ամբողջ հայ ազգը միզի ձեր վրա։ Ամբողջ հայ ազգը միզի ձեր վրա։ Դուք ամսի 8-ից հետո կտեսնեք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին ոնց է խորխելու ձեր դեմքին։ Դուք մի հատ փնթի գեղացի արտաշատցի իմ ժողովրդին անվանի շուն շանգյալ, սև շուն շանգյալ այդ ժողովուրդը ձեր գլխին բերելու։ Հասկացանք իրար։ Էսա քո թիմը Տաշիր Սամո, էսա քո որակը։
Դուք միշտ սովոր եք եղել փողը շպրտեք մարդու վրա, մարդուն մարդ չհամարեք, շունշանգյալ համարեք ու առաջ տանեք ձեր չգաղափարները։ Չնայած ինչ եմ պահանջում մի մարդուց, պահանջեմ ներկայացնում մի մարդու, ով անգամ հայոց դեզվին չի տիրապետում, ով անգամ չգիտի Մեսրոպյան ոսկեղենիկ տառերն ա գրել։ Ում եմ ես մարդ անվանում։ Ուրեմն հիշեք, ցանկացած գյուղում ապրող մարդ ուղիղ իմ ուշադրության ներքո է։ Հələ դուք փորձվեք որևէ գյուղացու հանկարծ նեղացնեք ու անուն տակ։ Հիմա անդրադառնամ եզրասին։ Էս ինչ է եզրաս։ Էս ինչ վիդեո է։ Էս ինչ ես հաչում ստեղ։ Անձնիր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին կարծում եմ ակամա մեղք է գործում եւ իրեն դուրս դնում առաքելական մեր Սուրբ եկեղեցուց։ Հիմա անդրադառնամ կտրիչին ու եզրասին։ Ուշադիր լսեցիք ինչ է արտահայտվում եզոն։ Եզրաս հայ ժողովուրդը այլևս առաջվանը չի, որ ծեծելով, ջարդելով եկեղեցի գրավեք, այ KGB-ի ագենտ ու նստեք այդ եկեղեցում ճառեր կարդակ։ Իմ հիշելով ըստ ՀՀ սահմանադրության եկեղեցին զատապետությունից եւ իրավունք չունի քիթը խոթի այնտեղ որտեղ որ իր քթի կարիքը այդ ժողովուրդը չի զգում ընդհանրապես։ Վեր ընկեք ձեր տեղները ու զբաղվեք ձեր գործով։ Չնայած դուք չեք կարող վեր ընկնեք ձեր տեղները ու զբաղվեք ձեր գործով, որովհետև եթե Պուտինը մի օր ձեզ անտեր թողնի, դուք կդառնաք բոմժեր։ Եզրաս, քանի երեխու ճակատագիր ես խեղել։ Տղա երեխու։ Քանի տղա երեխու ճակատագիր ես խեղել, եզրաս։ Ու դուք դեռ իրավունք ունեք խոսելու հավատքից ու ասելու, որ ով ՔՊ-ին ընտրի մեղքա գործելու, 35 տարի մեղքի մեջ թաղված է այդ ժողովուրդը, որովհետև ձեր նման ստահակներին ա վստահել, թե եկեղեցին, թե պետությունը։ Հա մոռացա, երևի ձեզ թվում ա, մենք չունենք սրանից, ոնց որ դուք մենակ մի տեղն ա աշխատում, են էլ միայն եզրաս քո պարագայում տղամարդկանց վրա։ Լավ այն եւ անել մի հատ ժառանգ գցեց հետևդ։ Լավ ա, ու դու կուսակրոն քահանա ես։ Դու ինչ իրավունք ունես կանգնես իմ ժողովրդին ասես ով ընտրեց ՔՊ։ Դու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ՔՊ է ընտրելու ու ընտրություններից հետո ձեր հետևամասում արդեն ոնց որ դուք եք են երեխեքին տարել փչացրել ձեր հետևամասում ժողովրդի պահանջով այսքան գերան է կողելու եզրաս էս էլ քո մասով հասկացանք իրար իսկ են կինը ով իմ ժողովրդին շունշանգյալ է անվանել Կարծում եմ շուտով բարի դրացիական հիմունքներով մեկը դրան կճանաչի ու դրա նկարը կուղարկի ինձ։ Ու ես իրան ցույց կտամ շունշանգյալը ոնց է լինում։